Բարեկամներ, շարունակվում է մեզ մոտ խաղային երեկոն եւ այսօրվա վերջին հանդիպումն ենք։ Ձեզ հետ դիտելու, որտեղ մրցում են միմյանց հետ Բարսելոնան եւ Արարատը։ Տեսնենք այս մրցավեճը ինչպես տեղի կունենա։ Հիմա Բարսելոնան է սկսում հենց խաղի մեկնարկում դաշտի կենտրոնից, ես էլ անցնեմ թիմերի հայտարարությունները ներկայացնելու։ Բարսելոնան հիմա հենց մեկնարկում առաջին հարվածն է կատարում, փրկում է իր թիմին։ Վիրապ Կիրակոսյանը Բարսելոնայի դարպասը պաշտպանում է համար 1 Նարեկ Ղազարյանը, համար 6 Ռազմիկ Սարիբեկյան, համար 7 Ռոբերտ Նազարյան, համար 10 Հայկ Ավետիսյան, համար 11 Ռաֆայել Մաթևոսյան, համար 14 Ժան Ավագյան, համար 8 Դավիթ Ավետիսյան, համար 9 Հովանես Ալեքսանյան, համար 22 Ռուբեն Սարգսյան, համար 77 Համլետ Հովանեսյան եւ համար 99 երկրորդ դարպասապահ Արթուր Պողոսյան։ Արարատի դարպասը պաշտպանում է համար 1 Վիրապ Կիրակոսյան, համար 3 Վրեժ Հարությունյան, համար 4 Ցոլո Հազեյան, համար 6 Դավիթ Դավթյան։ Հիմա առաջին հարվածը տեսանք Արարատի կողմից։ Համար 7 Գնել Զարգարյան, համար 10 Զորաբ Զաքարյան, համար 11 Ռազմիկ Հակոբյան, համար 19 Պարքև Աբրահամյան, համար 22 Նարեկ Ղարիբյան, համար 70 Կարեն Թամազյան եւ համար 79 Գերաս Մանուկյան։ Նորից հարված տեսանք Արարատի կողմից, դարպասաձողին կարծես թե դիպավ գնդակը, վտանգավոր էլ սկսել խաղը, տեսնում ենք Արարատի ֆուտբոլիստները, առաջին տուրում, նշեմ Բարսելոնան, ոչ-որ հաշվով պարտություն կրեց Ֆլամենգոից, 5 անպատասխան գնդակ ընդունեց իր դարպասը, առաջին պարտություն հենց մեկնարկային տուրում գրանցեց, իսկ Արարատը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակի հասնել Լիոնին եւ իր առաջին միավորը վաստակել այս մրցաշարում։ Երկար փոխանցում, այդ փոխանցումը անհաջող ստացվեց Դավիթ Ավետիսյանին։ Անցավ նորից գնդակը Բարսելոնային, շարժվում է առաջ այստեղ Սարգսյանը, փոխանցումը անհաջող էր ի վերջո Սարգսյանին։ Թամազյան, ի վերջո չհասավ այս գնդակին Թամազյանը։ Տեսնում ենք, որ Հորդառատ անձրև են մեզ մոտ։ Սիրելի բարեկամներ, Ավետիսյան, փոխեց հերոյի եզրը,
բայց Հովանիսյանը այստեղ սխալվեց։ Ավետիսյանը լավ գործում իրենց կիսադաշտում, բայց այստեղ փոխանցումը լավը չէր Ավետիսյանին։ Մել անհաջող փոխանցում Նորապ Զաքարյանի կողմից։ Կարողացան երկու թիմերն էլ հենց մեկնարկային րոպեներին արագ գոլի հեղինակ դառնալ։ Տեսնում եմ, զգուշորեն մոտեցել հանդիպմանը։ Տեսնում ենք այստեղ Արարատի տղաները անկյունային են վաստակում, առաջին անկյունային է այս խաղի կտեսնենք։ Տղանային հրապարակ, հարվածը հիմա չստացվեց այստեղ Գերաս Մանուկյանին, նորից հեռացում։ Արդեստեղ հայկանների խաղթում նկատվեց։ Սարքսյանը պայծիկ նիմոն գնդակը Մաթևոսյան Մաթևոսյան իր առանցքի շուրջ պտտվեց և ի վերջո ուղարկեց դեպի Զախեզր գնդակն հրաշալի խաղարկումներ մտատուգանային հրապարակ Մաթևոսյանը և մի փոքր շեղեր Ռաֆայել Մաթևոսյանի հարվածը այստեղ լավ հնարավորություն է ստացել Բարսելոնան հաշվի մեջ առաջ անցնելու Սյան փոխանցում նորից հեռացված է գնդակը, Թամազյանը պայց իր մոտ գնդակ, հիմա կարող է հակագրոել Արարատը փոխանցում, Թամազյան պայց գնդակ իր մոտ փոխանցեց թիմակցին, Զախեզրում է հայտնվել հիմա Արարատի ֆուտբոլիստը և հարված պրկեց իր թիմին հիմա դարպասապահ Բարսելոնայի երկրորդ փորձից գրավում է դարպասը Արարատի ֆուտբոլիստը և հաշիվը բացված է 1-0
Ռազմիկ Հակոբյան 10-րդ րոպե 1-0 Արարատը կարողանում է հանդիպման հաշիվը բացել ի վերջո եւ արդեն տեսնում ենք հաղթողի կարգավիճակով են նրանք պայքարում, տեսնենք այս գոլին ինչպես կպատասխանի Բարսան, անկյունային է վաստակել Բարսելոնան այստեղ Գանային հրապարակ, հատված է գնդակը, Համազյանն է պայքարում այսօր գնդակի համար, Մաթևոսյանը հեռացեց գնդակը, Թամազյան ձախեզրում է հիմա շարժվում է առաջ, Կարեն Թամազյան, խաղանքեր է փնտրում, ի վերջո փոխանցում կատարեց Պարքև Աբրահամյանին, փոխանցում, նորից Մաթևոսյանն է լավ գործում այստեղ և տայկոնների խաղթում, Կամպայց իր մոտ գնդակը Զաքարյան փոխանցում և հիմա բախվեցին երկու խաղացողներ Բարսայի միմյանց, բայց ամեն ինչ կարգին է, անկյունային է վաստակել Արարատը այստեղ մենք փոփոխություն է տեղի ունենում Արարատի կազմում այդպես պատճառով դադար է մեզ մոտ հիմա, բայց սուլի չկա փոխանցում Տուգանային հրապարակ հարված 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Արարատը և գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Գերաս Մանուկյանը Գերաս Մանուկյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Արարատը հրաշալի գոլ հեղինակ դարձավ Մանուկյանը տեսնում ենք և արդեն 2 գոլ է առավելություն է ստացել խաղում Արարատը Բարսայի նկատմամբ հրաշալի փոխանցում Աբրահամյանից տեսանք Մանուկյանին վերջինս է լավ եզրափակում կատարեց խաղի առաջին խաղակեսի միջնամասն է արդեն Հաղթում է Արարատը Բարսային Էլի ինգի կարա երկուսը Աղա Ապետիսյանի երկար փոխանցումը հեռացնում է Մանուկյանը, այստեղ պայքարեց գնդակի համար Համազյանը, բայց Մաթևոսյանը մնաց գնդակով հրաշալի փոխանցում հարված շեղ է հիմա այլ հարվածը Ռուբեն Սարգսյանի
նորից հերթական գրողներից մեկն է սկսում Բարսելոնան, Ավետիսյան, պայքարում է Թամազյանը և դուրս էր եկել ի վերջո գնդակը դիմային գծից Լավ այստեղ պայքարեցին Արատի տղաները, բայց անհաջող էր այս փոխանցումը, հարված կտեսնենք Շահերյանի դարպասից Բարսան է անցել գրոյի, Մաթևոսյան, հրաշալի անցում ու արված տակեց Հիմա արվածի ճանապարհը այստեղ Մանուկյանը անկյունային Արարատի դարպասին Դուկանային հրապարակ նորից հեռացված է գնդակը Հայկաների խաղթում, հիմա Աբրամյանի հետ պայքարում Մաթևոսյան խաղարկում է գնդակը Սարգսյանի հետ, Սարգսյան երկար փոխանցում մյուս Եզր Հովհաննիսյանը Բայց ի վերջո գնդակը դաշտի սահմաններում Նազարյանի դեմ պայքարում է խաղթում Հարվածի ճանապարհը փակված է Նազարյան Մանուկյանն է հեռացնում գնդակը Նազարյանն է սխալվում այստեղ պաշտպանությունում, բայց կարողացավ իր սխալը ուղղել Տանգավոր գործողություն հիմա էլ Ղազարյանն է սխալվում դարպասապայում Բայց նա էլ իր սխալը շտկեց հիմա վտանգավոր է գործում նարեկ Ղազարյանը Մաթևոսյան շարժվում է առաջ կենտրոնով Ռաֆայել Մաթևոսյանը հրաշալի խաղարկումներ Հովհաննիսյան տեսնենք հիմա ինչ կանի այստեղ Համլետ Հովհաննիսյանը հարված եւ փրկում է իր թիմին ի վերջո Իրապ Կիրակոսյանը Տեսնում ենք այս րոպեների ընթացքում մի փոքր տարածքային առավելությունը Բարսայինն է, Մաթևոսյան կենտրոնում է Համագործակցություններ չստացվեց, հիմա անցնում է գրոյի Արարատը Աբրամյան թողում է գնդակը դիմացին, փոխանցում և հեռացված է ի վերջո գնդակը կարող էր նորից Գոլի վերացել այս գերո Արարատը, բայց չստացվեց, հիմա էլ հերբից հարված, բայց անհաջող էր այս հարվածը Շավիկ Դավթյանին 5 րոպե մնաց
Արաշնքարկիսի ավարտին 2-0 հաշվով այս պայն արարոտը հաղթում է Բարսելոնային։ Բարսելոնան է անցել գրոյի, Հովանիսյան, թողնում է գնդակը Ավետիսյանին, աչեզնում է Ավետիսյանը, փոխանցում և նորից Մանուկյանն է հեռացնում գնդակը։ Եվ անկյունային հիմա։ Ոչ, ներողություն այսպես։ Վերջին պայն Արարատի ֆուտբոլիստին դիպավ գնդակը և հարված կտեսնենք Ղազարյանի դարպասից։ Աբրահամյան շարժվում է առաջ, փոխանցում, լավն էր այստեղ անցումը, Պարքև Աբրահամյան, բայց ինչ անհաջող հարված կատարեց Պարքև Աբրահամյանը։ Ալեքսանյան, Մաթևոսյան, ասում են գնդակը հիմա Յան Ավակյանն է տեսնում ենք նահադաշտան հայտնվել։ Աբրահամյանն նրա դեմ պայքարում է Ավակյանը, Աբրահամյան լավ անցավ այստեղ Պարքև Աբրահամյանը եզրով, հիմա կետրում է հայտնվել Աբրահամյանը, նորից անցում Աբրահամյանից, նորից հրաշալի անցում Աբրահամյան, տեսնենք հարվածեց և մխրճեց ուղղակի գնդակը դարպասը Պարքև Աբրահամյանը հաշիվը դարձնելով 3-0 Պարքև Աբրահամյան 3-0 մեծացնում է իր առավելությունը, Արարատը հրաշալի գոլեղինակ դարձավ, Աբրահամյանը այդ գրո ինքը սկսեց հենց ինքն էլ հրաշալի կերպով վերջացրեց ուղղակի, բոլորին համարյա անցավ խաղադաշտում Բարսելոնայի ֆուտբոլիստներից և գեղեցիկ վերջաբան տվեց այդ գրոյին, ինչև է հիմա այլ ավելի բարդ իրադրության մեջ է հայտնվում Բարսելոնան, ընտրությունից առաջ նրանք են գրոհում, Ավետիսյան, անցումը փակված է, րոպեներն են ընթանում մեզ մոտ առաջին կեսի ավարտին, մենք ի վերջո կկարողանա ընտրությունից առաջ Բարսան մի փոքր կրճատել հաշիվը, Մաթևոսյանը աչեզրում է, Ռաֆայել Մաթևոսյան, Հովանիսյանն է շարժվում առաջ, հարված, Վիրակոսյանն է փրկում նորից իր թիմին, վերջին գրոհը կարող է լինել այս խաղակեսի, Ավետիսյան, անցում տուգանային հրապարակ, Հովանիսյանի հարվածը հիմա էլ չստացվեց,
Երկար փոխանցում Մանուկյանն է հեռացնում գնդակը։ Հիմա սխալվում է այստեղ Բարսելոնայի պաշտպանը կարող է հակագրել։ Հարարատով Աբրահամյան հարված եւ փրկում է իր թիմի Նարեկ Ղազարյանը։ Վերաս գոլից ինչպիսի սեյվի հեղինակ դարձավ այստեղ Նարեկ Ղազարյանը եւ սիրելի բարեկամներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 3-0 հաշվով այս պայն հաղթում է Արարատը Բարսելոնային, հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, մեկնարկեց երկրորդ խաղակեսը մեզ մոտ եւ առաջին կեսից հետո 3-0 հաշվով հաղթում է Արարատը Բարսելոնային, հետաքրքիր առաջին կես ստացվեց, հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա, հիմա նորություն ենք Արարատն է մեկնարկում առաջին գրոհը կազմակերպել եւ հիմա ինչպիսի դիրքից է դարպասածողին հարվածում այստեղ Արարատի ֆուտբոլիստը Աբրահամյանից ուղղակի ոսկերչական փոխանցում տեսանք Այնտեղ ես չկարողացա տեսնելով հարվածես, կարծես թե Ռազմիկ Հակոբյանն էր, ինչ հնարավորություն փորձրեցին Արարատի տարածող այստեղ հենց մեկնարկում Արարատն է ներվել գրոյի, Զաքարյան, տեսնենք, թողնում է գնդակը Աբրահամյանին և հիմա խոտածածկին այստեղ հայտնվել Բարսելոնայի ֆուտբոլիստը կարծես թե ծանր վնասվածք է ստացել, տեսնենք Կարծես թե ոտքի կանգնեց այստեղ Համլետ Հովհաննիսյանը շարունակվելու է հանդիպումը մեզ մոտ Աղը շարունակվում է մեզ մոտ Արարատը անկյունային է վաստակել այստեղ Ռամյան և դուրս էր եկել իգործը դաշտի սահմաններից գնդակը Սյան կենտրոնում է, բայց խոլոցին գնդակը Սարգսյանից հիմա տեսնում են Թամազյան շարունակում է գրով Արարատի, Թամազյան շարժվում է առաջ, Կարեն Թամազյանը Եվ ի վերջո անկյունային է վաստակում այստեղ Կարեն Թամազյանը Տուգանային հրապարակ Ավակյանն է հեռացնում գնդակը
Բարսան է անցել գրոյի, Հովանիսյան, բայց իր մոտ գնդակը, Համլետ Հովանիսյան, փոխանցում վտանգավոր էր, հեռացված է գնդակը, նորից Հովանիսյան, փոխանցում, նորից հեռացրեցին գնդակը, տեսնում ենք, փորձում է Բարսելոնան, մի փոքր կրտատել հանդիպան հաշիվը, բայց այս պայն դեռ չեն կարողանում իրենց գրոնները գոլի վերածել, Հարված Բանուկյանն է փակում այս հարվածի ճանապարհը, անկյունային կլինի Արարատի դարպասին։ Տուգանային հրապարակ, նորից Մանուկյանն է հաջող գործում պաշտպանությունում։ Հիմա այլ Մաթևոսյանն է հարվածում, նորից Կիրակոսյանն է փրկում իր թիմին, կրկին անկյունային Արարատի դարպասին, 7 րոպե անցավ երկրորդ խաղակեսի մեկնարկից, դեռ այս խաղակեսում գոլեր չկան, հիմա փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ էլ Ավագյանի հարվածը շեղընթացավ։ Ավագյանն էլ շարժվել առաջ, բայց Ավագյանը եկավ և խլեց գնդակը։ Ավետիսյան ձախ եզրով սլանում է առաջ Դավիթ Ավետիսյանը, հետ ուղարկեց գնդակը Ռաֆայել Մաթևոսյանին, հարվածը փակված է Մաթևոսյանի, նորից անկյունային Արարատի դարպասին։ Խաղարկված է անկյունայինը, տեսնենք Ժան Ավագյան, շարժվեց կենտրոն, փոխանցում Մաթևոսյանին, Ռաֆայել Մաթևոսյան և բարձրում է Ռաֆայել Մաթևոսյանի հարվածը։ Աբրահամյան հրաշալի անցում, տեսնենք, Պարքև Աբրահամյանն է գնդակով, նորից լավ անցում, Աբրահամյան, բայց խլեցին ի վերջո նրանից գնդակը, խախտում այստեղ նկատվեց Աբրահամյանի կողմից ի վերջո։
Տեսնում ենք Բարսելոնան է գրոհում եւ Կիրակոսյանը նորից հեռացրեց գնդակը։ Արկեցին արագ նորից գնդակը փոխանցում Կիրակոսյանը բռունցքներով է իմել հեռացնում, կարող է հակագրոհել արագ ներողություն Արարատը։ Աբրահամյան, կենտրոնում է Պարքև Աբրահամյանը, հրաշալի անցում Աբրահամյան, մնում է գնդակով, Պարքև Աբրահամյան, արված և պաշտպանին դիպավ գնդակը անկյունային։ Գանային հրապարակ Ավետիսյանն է հեռացնում գնդակը, հիմա կարող է նետվել հակագրոհի Բարսելոնան, Մաթևոսյան հրաշալի փոխանցում և բայց այստեղ հեռացված է գնդակը, նորից հեռացին գնդակը պաշտպանները Արարատի, հիմա էլ հեռվից հարված Ավետիսյանից։ Աբրահամյան շարժվում է առաջ Պարքև Աբրահամյանը և խայկանների խախտում կարծես թե կար, բայց խաղի մրցավարը չի նշանակում այստեղ Տուգանային հարված։ Ավակյանի փոխանցումը չստացվեց, երկրորդ խաղակեսի միջնամասն է մեզ մոտ տեսնում ենք 3-0 հաշվով այս պայն Արարատը հաղթում է Բարսելոնային։ Ավետիսյան տեղափոխել Գեորգիեզեր Արջեզեր, Սարգսյան փոխանցում վտանգավոր է և պրկում է իր թիմին Կիրակոսյանը այստեղ։ Մաթևոսյան փոխանցում Տուգանային հրապարակ, Ավակյանն է նորից հարված կատարում, բայց շեղ էր Ժան Ավակյանի հարվածը։ Խայկանների խախտում Վարդարյանի դեմ պայքարում։ Ղազարյանն է դուրս գալիս իր տեղից և հեռացնում գնդակը։
Գնդակ այստեղ Արարատը Արվանցում իմ Արարատի ֆուտբոլիստի կողմից Սարված Ղազարյանն է փրկում իր թիմին Բարսելոնան է անցել գրոյին, Ազարյան, հարվածը փակում է հիմա Մանուկյանը Ունում է Բարսայի մոտ գնդակը, Մաթևոսյան երվից հարված նորից Մանուկյանն է փակում այս հարվածի ճանապարհը, անկյունային կլինի Արարատի դարպասին Մաթևոսյան հրաշալի անցում, Ռաֆայել Մաթևոսյան հարված փրկեց նորից Կիրակոսյանը իր թիմին անկյունային կտեսնենք նորից Արարատի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ, բայց շատ ուժեղ փոխանցում է հիմա սա Մաթևոսյան նորից հարված, բայց թույլ էր այս հարվածը Ռաֆայել Մաթևոսյանին Աբրամյան շարժվում է առաջ Պարքև Աբրամյանը, Աբրամյան մնում է գնդակով արված և Ղազարյանի գեղեցիկ սեյվը ոտքով նորից տեսնում ենք և անկյունային Բարսայի դարպասին կլինի Տուգանային հրապարակ և ուժեղ էր այս փոխանցումը Րոպե մնացնեց են խաղի ավարտին, այս պայն 3-0 հաշվով հաղթում է Արարատը Բարսելոնային Սարգսյանն է խլում գնդակ և շարժվում առաջ Զահակեզրով Ռուբեն Սարգսյան և վերջո Արարատինն է գնդակը
Նախ հայկանուն է խաղթում Նազարյան է պայքարում, վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Բարսելոնան։ Աթևոսյանն է գնդակի մոտ։ Սուլի չկա, տեսնենք Ռաֆայել Մաթևոսյան։ Մաթևոսյան արված եկ ուղակի ֆանտաստիկ գոլ հեղինակ է դառնում Ռաֆայել Մաթևոսյանը կրճատելով հանդիպման հաշիվը 3-1։ Ռաֆայել Մաթևոսյան 3-1 գեղեցիկ գոլ հեղինակ դարձավ Բարսայի ֆուտբոլիստը, մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը Բարսան։ Վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ։ Որից Բարսան է անցել գրոյի, Սարգսյան, հարված Կիրակոսյանն է փրկում իմ այն Արարատին։ Ոսյան այստեղ գնդակին է խաղացել Արարատի ֆուտբոլիստը, երկար փոխանցում հեռացված է գնդակը։ Փոխանցումն էլ անհաջող ստացվեց։ Վերջին գրողներից մեկը կարող լինել այս խաղի փոխանցում եւ հարված չկարողացավ նկատել Պարքև Աբրահամյանը այստեղ։ Արարատն է անցել գրոյի, փող հարված չեղեր այս հարվածն էլ։ Եվ վեր սիրելի բարեկամներ, խաղն ավարտված է մեզ մոտ, Արարատը հաղթում է 3-1 հաշվով Բարսելոնային եւ հերթականի 3 միավորը վաստակում։ Բարսելոնան էլ երկրորդ անուն մեջ պարտությունն է կրում այս մրցաշարում, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար սիրելի ֆուտբոլասերներ, բարի գիշեր եւ ամենայն բարի։